Իսկ եք հարցնում ես ով եմ։ Դուք ինչու եք ասում ես ինչ եք Ինձ արվում։ հետաքրքիր է ինչի համար են այս թուղթը գրում։ Ստորագրահավաք են իրական։ Հենա ստորագրահավաքը էս չի։ Այնտեղ ինչ ստորագրա, ինչի վերաբերյալ է։ Իրանց պահանջները ինչ են ուզում այս մարդիկ։ Ես տեղյակ եմ, հա։ Իսկ այդ Դուք այսքան մարդուց չեք հարցրի, ինձ մանոր ինձ եք հարցնում։ դուք քանի որ ներկայացուցիչն եք, Հələ մի հատ ժողովուրդ ջան, տարեք էլ այս միկրոֆոնները, ինչ կլինի։ մի բան հարցնեմ։ Ուրեմն քաղաքացիները շենքից դուրս են, սա հասարակական նախընկեր չեմ, ես հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանն եմ։ Բարի եղեք էթիկան եւ կուլտուրան պահպանեք։ Չեմ կարծում, որ դուք ես ներկայացա, ես քաղաքական ուժի ղեկավար եմ։ Տվյալ պարագայում եկել եմ քաղաքացիների սահմանադրական իրավունքը պահպանեմ։ Ուրեմն մենք իրար չենք ճանաչում։ Հարգելի ոստիկաններ, ապահովեք հասարակական վայրը, մենք հասարակական վայրում ենք, ու այս պայծրությամբ դուք խոչընդոտում եք իմ սահմանադրական իրավունքը։ Դուք ով եք։ Ես ներկայացա ով եմ, հարգելի։ Հա դուք ով եք, ես չեմ հասկանում։ Ախր այդ ինձ ոչ մի բան չի ասում։ ասում։ Հիմա կզանգահարեմ նախարարին եւ կհասկանանք թե ինչ եք խոչընդոտում իմ սահմանադրական իրավունքը։ Լսեք, ես չեմ գոռում, ես բարձր եմ խոսում պրոստը, որտեղ մարդը ստիպում է որ ես սկսեմ բարձր խոսալ։ Հիմա ձեր հետ եմ խոսում։ Այս հիմնարկը ունի տնօրինություն, այս հիմնարկը ժողովուրդը հավաքվել է, ժողովրդի կամքով են։ Ժողովրդից մեկը քաղաքական ոչ մի երակ չունի։ Դրամար է ասում, ներսապետ Նարեկ Սարգսյան ջան, ուրեմն ժողովրդի ցանկությամբ հիմա ես գտնում եմ տարածքում, ուրեմն Ռաշիա կացուցիչները փորձում են որպես քաղաքական ուժի ղեկավար խոչընդոտ են քաղաքացիների եւ իմ սահմանադրական իրավունքը, սահմանադրության 27.1 հոդվածով։ Եթե ոստիկանության նախարարի հանձնարարությամբ հրահանգով չապահովեն թե քաղաքացիների թե իմ իրավունքը, հիմա կզանգեմ այնպես ԵՄ դեսպանին, որովհետև հիմա հարգելի ընկերը ինձ հետ խոսում է նախ իմ քաղաքական իրավունքը ոտնահարելով եւ փորձում է խոչընդոտել քաղաքացիներին թույլ չտալով, որպեսզի իրենց ստորագրահավաքը եւ դիմումը ներկայացնեն, որպեսզի ներկայացնեն կառավարությանը։ Մեզ վերաբերվող բանա, ձեզ չի վերաբերվում։ Լավ, Նարեկ ջան, լավ Սարգսյան։ Գրողներն են մեղավոր, այ ախր ինչ գործ ունեն այս մարդու հետ։ Մարդիկ հիմա ստորագրահավաքը կանեն, փոխանցենք տնօրեններին։ Իրանց դուրս չեն անում, իրանց տեղավորում են ուրիշ տեղ, որ այս շենքը, այս մեկ լսեք ժողովուրդ, դուք 10 հոգի եք հարցեր եք տալի։ Ես չեմ կարող սաղիթ լսեմ մի անգամից։ Իրանց տեղափոխում են ուրիշ տեղ, իրանց ուզած քառակուսիների մեջ։ Բայց մի րոպե, այստեղ ո՞նց ռեմոնտ անեն այս շենքը, ո՞նց սարքեն։ Իրանք մեջը ու ռեմոնտ անեն։ Այդ արդեն չգիտեմ ես։ Հիմա լսեք, չգիտեմ, որովհետև ստորագրահավաքը դրա համար է արվում, որ իրանք իրանց հարցերի պատասխանները իմանան։ Ում տնօրեններին, ում պետք է ուղղված լինի այս մարդուն, որ ստեղ է։ Չէ, նկատի ունեմ այդ մարդը օրինակ ստորագրահավաքը ասած կառավարությանն է ուղղված։ Ձերը օրինակ կարող է պարոն Սուքիասյանին փոխանցվել կամ չգիտեմ ով է տնօրեն ներկայանում։ Այս շենքը սեփականատեր ունի, կառավարությունը ստեղ ինչ պետք է անի։ Դե հիմա ստորագրահավաքը թող հավաքեն, կփոխանցենք տնօրեն, մեր գործը է դա որ փոխանցենք այս մարդկանց պահանջները, թող գնան պատասխանը կստանան։ Ասացին Երևան տոնավաճառ են ասել, որ տեղափոխվեն։ Բոլորին Երևան տոնավաճառում տեղ հատկացվելու է։ Ես տոնավաճառի չափերը չգիտեմ ազատ տեղերը ինչքան է, մաքսիմում ինչ հնարավոր է, այս մարդկանց դուրս չեն թողել։ Այս մարդկանց ինչ է, ասենց շատ ուզում են, ասենց հացից կտրեն, հա։ Ես սխալ են ասում էլի։ Լսում եք, իրենք երաշխիք են ուզում, որ կրկին կվերադառնան այս հատվածի։ Վերջո Երևան տոնավաճառը ընկնում է Երևանի վարչական շրջանի մեջ։ Ես չգիտեմ, եթե ստեղ ընենց սարքվի, որ իրանց հարմար քառակուսի չլինի, ո՞նց են վերադառնալու։ Կամ փոքր լինի, կամ մեծ։ Ասում են բրենդներ են այստեղ։ Դե ես չգիտեմ ինչ անելու, ախր դրա համար է ստորագրահավաքը, որ իրանք իրանց հարցերի պատասխանը իմանան։ Բայց արդեն որոշվել է, որ 3-4 բրենդ են։ Եթե ես չգիտեմ, դուք որտեղից գիտեք կամ ձեզ ասողը որտեղից գիտի, ես չգիտեմ դրա մասին։ Հարցեր կան, գրեք, ստորագրեք, ձեզ կպատասխանեն, երևի այսօր իրիկուն կամ վաղը առավոտ։ Եթե դուք ոչինչ չգիտեք, այդ դեպքում ինչու եք հիմա հարցազրույց տալիս։ Դուք եք ինձանից հարցազրույց եկալ։ Ես ձեր հետ вообще չի ուզում խոսալ, ես այն տղու հետ էի խոսում։
Դուք գնացեք, ես չի գնամ։ Հիմա Ոչ ես չգիտեք, ոչ տոնավաճառում ներկայանում եք, ոչ ասում եք ով եք, ոչ խնդրի լուծումը գիտեք, ոչ գիտեք վերջի ինչ է լինելու այս Խնդրի լուծումը չգիտեմ որն է, ես ասում եմ, այս մարդկանց ինչը առաջարկվել չեք լսում դուք ինձ։ բայց դուք ասում եք չգիտեք վերջելուց հետո Բայց պատասխան տվողը ես չեմ։ Պատասխան տվողը տնօրեններն են, սեփականատերերն են։ Դուք հիմա այստեղ վաճառքի կետ ունեք։ Չէ, ես չունեմ ոչ։ Ո՞վ եք։ տնօրենների խորհրդից եք։ Ադմինիստրացիայից եմ։ Անուն ազգանուն։ Խոսանք ապեր, սպասի։ Ինչի համար։ Արգելիս։ Ինչի համար։ Առաջ հիմա հարցը։ Ես հանրության առաջ չեմ տալի, դուք եք ձեր միկրոֆոնները բերել մոտիկացրել ինձ։ Քաղաքացիներին ասում եք, աշխատակիցներին ասում եք, որ իրենց տարածք են տալու եւ այլն։ Պատասխանատու հայտարարություններ եք անում, բայց չեք ներկայանում։ Որ ներկայացա իմ հայտարարությունների մեջ բան է փոխվելու։ Ինձ տեղ ով գիտի լուրջ է ընդունում։ Հաստատ համոզված եղեք։ Ինձ պետք չի դուք լուրջ ընդունեք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։